Ջան, այսօրվա թեմային կուզեի անդրադառնալ, ինչ նպատակ է հետապնդում, ինչ դասեր պետք է կարենք ընդհանրապես։ Շնորհակալություն հարցի համար, բայց թույլ տվեք ես սկզբից ինչպես ասեմ, դատապարտեմ այն ամենը, ինչ տեղի ունենում այսօր Հայաստանում։ Ես չեմ կարող դա լրության մատնել եւ գտնում եմ, որ մենք ապրում ենք իրապես շատ դժվարագույն ժամանակներ։ Հիմա ինչ վերաբերում է այսօրվա թեմային։ Տեսեք, մենք տարիներ շարունակ անգամ Արցախյան այս նվաճումներից հետո, կորուստից հետո եւ այլն, կարծես թե հիմնականում շեշտը դրել ենք հենց այն տարածքների վրա, որոնք որ այսպես թե այնպես ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների մեջ։ Իրականում մենք պետք է հստակեցնենք, որ եւ դա բոլոր գիտնականները ժամանակ են նշել են, որ Արցախի հիմնահարցի, այսպես ասած, քրիտիկական ամսաթիվը դա 1917-18 թվականներն են եւ այս առումով մեր կորուստները, հայության կորուստների այսպես նորագույն ժամանակներում 20-րդ դարում մենք պետք է սկսենք այդ տարիներից, որովհետեւ մենք տեսել ենք, որ արդեն մինչ 88 թվականը 100 հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց հայրենիքը։ Միջև անգամ ես լավ հիշում եմ, որ 90-ական թվականներին, որոնք միջև անգամ պատգամավորներ ասում են, ինչա օրինակի համար խանլարը դա ինչա հայերի հայրենիքն է, այո, հայերի հայրենիքն է։ Եվ այսօրվա թեման ես կարծում եմ արդիական է անքանով, որ մենք պետք է հստակեցնենք, իհարկե ճիշտ է չմոռանալ եւ անդրադառնալ միջազգային իրավունքով բոլոր այն հանցագործություններին, որոնք գործել են Թուրքիան ու հետագայում Ադրբեջանի միասին։ Բայց հստակեցնենք, որ եւ պետք է դասեր քաղենք մեր այս պատմությունից։ Եվ ինձ համար ամենակարևոր դասերից մեկը հետեւյալն է։ Մենք որպես ազգ այդպես էլ չկարողացանք մի հստակ ճշմարտության հետ հաշտվել, որ միջազգային իրավունք լինի, թե միջազգային հարաբերությունների մեջ նորմեր լինեն, նրանք միշտ կպահպանվեն, եթե դու ուժեղ ես։ Դա չի նշանակում, որ դու ունես ամենաուժեղ բանակը, այսօրվա օրերը մեզ ցույց են տալիս, որ այդպիսինը գրեթե հնարավոր չէ, այլ դու պետք է ուժեղ լինես եւ միջազգային հարաբերությունների մեջ, եւ միջազգային իրավունքի մեջ, եւ այո, քո ուժային կառույցները պետք է տոգորված լինեն այնպիսի գաղափարախոսությամբ ժողովրդի հետ միասին, որ դու հասկանաս, չի լինում վերջնական հաղթանակ կամ վերջնական պարտություն։ Դու պետք է հստակեցնես, որ քո աշխատանքը անվերջ է եւ միջև անգամ ամենահզոր պետությունները տեսեք խոսում են իրենց անվտանգության մասին։ Հարցրեք ԱՄՆ-ին, ինչ է անում, նա պաշտպանում է իր անվտանգությունը, այսինքն ինքը եւս զգում է, որ այսօր աշխարհում չկա անխոցելի որևէ թե երկրագնդի վրա կետ եւ թե որևէ պետություն։ Եվ ահա ես կարծում եմ այսպիսի քննարկումները լավագույն առիթն են, որ ոչ միայն անդրադառնանք ողբերգական մեր պատմությանը, որ մեզ ամեն անգամ լքում էին եւ այլն, այլ հստակեցնենք, խելք պետք է ունենաս, որ լինես ուժեղ եւ այո, այդ դեպքում է ուժը ծնում իրավունքը։ Այսքանը։ Տիկին Ալավերդյան, ես երկրորդ մասում ցանկանում անդրադառնալ այսօրվա իրողություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում, իշխանությունների պատվերով ուզարկություններ են տեղի ունենում Բագրատ Սրբազանի տանը, այդ Սրբազան շարժման տարբեր անդամների տներում եւ արդեն իսկ կարծես թե գործողություններ են նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի հայտարարած ԿԳԲ-ի պատվարները լցնելու մասով։
Այ ինչ կարող եք ասել հեսա։ Ես նախևառաջ դա իր մանկության իղձերից է։ Ես դա պետք է սրանից սկսեմ, ոչ թվում է թե ոչ այդքան լուրջ հայտարարությունից, բայց ես ճանաչելով փոքր-ինչ այդ ազնվորությունը, ստիպված եմ դա ասելու, դա իր մանկությունից, ոչ այսքան երջանիկ մանկությունից սկսած, դա իղձերից է, առաջինը, երկրորդը 2018 թվականի սեպտեմբերից ես կրկնում եմ, Հայաստանը արդեն զավթված է մեր թշնամի պետությունների եւ կենտրոնների կողմից, պարզապես նա զավթված է ներսից, քանի որ հավաքագրվել է տասնյակ տարիներ շարունակ աշխատանքի եւ մեզ այսպես ասած ճանաչելով ազգը մեր ազգային որոշ դիմագծերը բերել են եւ այո, տեսել են դրսից զավթելը հնարավոր չէ եւ դրա համար զավթել են ներսից հիմա 2018 թվականից Հայաստանը զավթված է եւ այսպես կոչված օրվա իշխանությունը դա Հայաստանի իշխանությունը չէ այն առումով որ նա չի կոչվել ու չի էլ հավակնում, այո, չի հավակնում նա ինչ որ պաշտպանել ազգային շահերը կամ անվտանգությունը պետության։ Նա ծառայում է ու ես բազմիցս ասել եմ, դատելով արդյունքներից, արդեն բոլորին եմ դիմում, դատեք արդյունքներից, ներկա իշխանության եկած թիմը սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Այնպես որ այն ինչ որ այսօր է կատարվում, դա դեռ ծաղիկներն են կներեք, դեռ մենք պետք է այսպես սպասենք, թե ինչ պտուղներ են տալու, որը այն որ ինքը եկել է իր թիմով երկու միասնական խնդիր լուծելու, Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի կցորդ, կարծես թե ինքը չի թաքցրել։ Ну, ես դրա համար կոչ եմ անում, ես չեմ տեսնում խնդիրը իշխանության մեջ։ Ես խնդիրը տեսնում եմ մեր հասարակության, մասնավորապես իրական վերնախավը, որը չի կարողանում միավորվել։ Ես միշտ պարծանքով կարող եմ նշել, ես ինչպես պայծառ անձնավորություններ գիտեմ, բարոյական կերպարով, խելացի, ինտելեկտը եւ այլն, բայց եկեք խոստովանենք, որ անգամ այս 7 ամոթալի Հայաստանի եւ հայերի ազգի համար ամոթալի այս տարիներին անգամ միասնական փորձագիտական հարթակ չստեղծվեց։ Էլ ինչ ենք մենք կոչ անում ժողովուրդը միավորվի կամ կուսակցությունները, կրկնում եմ, փորձագետները, ինտելեկտուալ, ես այդ շարքում կներեք ամենահամեստն եմ իմ նշանակությամբ եւ գործունեությամբ։ Ես գիտեմ, որ կան իրապես շատ բարձր ինտելեկտուալ, ինչու չեն միավորվում եւ ինչու մինչ այսօր չունի Հայաստանը, հայությունը, լինի Սփյուռքում, լինի այստեղ ռազմավարություն մոտակա 100 տարվա համար։ Լավ չսովորեցինք հրեաներից, լավ ինչի՞ չեք թուրքերից սովորում։ Եթե ազգը չունի ռազմավարություն, կարճատև ժամկետը 100 տարի, միջնաժամկետը 300 տարի, երկարաժամկետը 500 տարի, նա դառնում է տարածք, որի հաշվին խոշորները եւ ավելի հմուտ այսպես տիրապետող այդ բոլոր ձևերը նրանք օգտագործում են թույլ կողմը եւ օգտագործում են պետությունը ֆիզիկական ոչնչացումից բացի պետականորեն ոչնչացնել ազգը։ Ես էլ եմ շնորհակալ։ Փաշինյանի հայտարարությունների հետևում շատերը տեսնում են, որ քաղաքացիական բախումներ է հրահրում, որովհետեւ հավատացյալներին եւ ասում են, որ շրջափակեն Բայհարյանը, աղբերը կաթողիկոսականները ընտրությունները։ Շնորհակալություն։ Ես կցանկանայի ուղղակի անդրադառնայի այդ վերջի հայտարարության, այդ ազնվորության, որը որ դեղին թերթիկի լրագրողից այն կողմ լրագրողը ճակերտներով չի անցել։ Նրա բոլոր հայտարարությունները հարիր չեն ամենակղզային մի փոքր պետության ղեկավարի համար։ Հիմա այն ինչ որ ինքը հայտարարում է, ինքը ճշմարտորեն զգում է այն կետերը, որտեղից իրեն սպառնում են իրեն
կրկնում եմ, չեմ ասի դավադիր քաղաքականությունը, այլ թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագիրը սպասարկելու այդ քաղաքականությունը։ Նա ճիշտ նշել է, այո, կլերիկալ, որ ինքը խոսում են, դա ուրեմն ոչ միայն այն անձիկ են, ովքեր որ ներկայացնում են եկեղեցին, Սամվել Կարապետյանը դրա օրինակն է, նա եկեղեցական չի, նա հավատավոր է։ Երկրորդը նա նշել է բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք մինչ այսօր փոխարենը կրացնեն իրենց մեջքը, այսպես ասած, ու պաչեն իր ոտի տակը, դեռ խոսում են։ Եվ երրորդը անշուշտ եկեղեցին է, որովհետև մեզ համար ոչ միայն զուտ եկեղեցին, այլ Աստծո հանդեպ մեր հավատքը ունեցած։ Ես մի բան ասեմ, որ իմ կարծիքով ճիշտ է։ Բոլորս ասում ենք հայերը առաջինը պետականորեն ընդունել են քրիստոնեություն, դրա համար մենք քրիստոնեական այդ արժեքների կրող ենք, սիրելիներս հակառակ։ Մենք քրիստոնյա արժեքների կրողն էինք, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Ինչի այդքան զարգացած ազգեր կային, նրանք չգիտեին ինչ անել։ Պարզապես սա իրոք հոգեկերտվածք է, մենք խոսում ենք, այստեղ է։ Դա ինչքան ավելի բարոյական եւ ուժեղ է եւ դիեզերական ճշմարտության համապատասխանում է, այնքան ինքը չի թույլ տալիս մեզ հողի վրա կիրառել բոլոր այն ձևերը, որով պաշտպանել եւ իր հավատքը եւ Աստծո հանդեպ այդ պաշտամունքը եւ երկիր ունենալ եւ պետություն ունենալ։ Ես կարծում եմ մենք պետք է էլի եմ ասում, փնտրենք մեր մեջ բոլոր այս եղելության